Արգելիներ, այսօրվա Աստծո խոսքի պատգամի վերնագիրն է Աստծուց վստահված տնտեսությունը։ Մենք յուրաքանչյուրս ունենք տնտեսություն։ Մեզ յուրաքանչյուրից վստահված է աշխատանք, գործ, ծառայություն, շնորհներ եւ տաղանդներ։ Եվ հարցը նա է, թե ինչպես ենք մենք գործադրում Աստծուց տրված բոլոր այդ շնորհներն ու տաղանդները։ Անկախ նրանից գտնվում եք ընտանիքի մեջ, որպես հայր, որպես մայր, որպես զավակ կամ ծնող, բժիշկ եք, քանդակագործ, նկարիչ, երաժիշտ, քաղաքական գործիչ, շինարար, թե բանվոր, սրանք տնտեսություն են, որ վստահված է մեզ։ Եվ ամբողջ հարցը նա է, թե մենք որպես անձիկ ինչպես ենք արձագանքում եւ ինչպես ենք գործում Աստծուց մեզ վստահված տնտեսության մեջ։ Սիրելիներ, այսօր շատ ընտանիքներ պայքարում են մեկը մյուսի դեմ։ Եվ ոչ միայն ընտանեկան տարբեր հարցերի կամ ֆինանսական պակասի պատճառով, այլ ընտանիքի տնտեսվարության սխալ կառավարման պատճառով։ Շատ դեպքերում հարցը գումարի չափը չէ կամ խնդրի բարդությունը, այլ միաբանության եւ իմաստության պակասը։ Աստված մեզ չի կանչել կառավարելու մեր ընտանիքները մոտավորապես կամ պատահական կերպով, ոչ ընտանիքը եւ ոչ էլ պետությունը, այլ կառավարել այն հստակ, կառավարել այն պատասխանատվությամբ եւ կառավարել այն Աստծո տված իմաստությամբ։ Եվ գալիս ենք Ծննդոց գիրք, Ծննդոց 2-րդ գլուխ 15-ից 25 համարներ, որտեղ որ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է հետևյալը, ուրեմն եկեք լսենք Աստծո խոսքը երկյուղացությամբ։ Խնդրեմ, որ բացեք ձեր սուրբ գրքերը եւ հետևեք։ Ծննդոց 2-րդ գլուխ 15-ից 25 համարներ։ Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն եւ դրեց Եդեմի պարտեզում, որպեսի նա այն մշակի ու պահի։ Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որովհետեւ այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես։ Եվ Տեր Աստված ասեց. լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրան մի օգնական շինեմ իրեն հարմար, եւ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին եւ երկնքի բոլոր թռչուններին ու բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամը ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց, բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, եւ նա քնեց, եւ նրա կողի ոսկորից մեկը վերցրեց ու այդ տեղը մսով ծածկեց։ Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից մի կին արարեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Ադամն ասաց. սա հիմա ոսկոր է իմ ոսկրից եւ մարմին է իմ մարմնից, սրան կկոչեն կին, որովհետեւ սա ամուսնուց վերցվեց։ Դրա համար մարդը կթողնի իր հորն ու մորը ու կմիանա իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Նրանք երկուսն էլ Ադամը ու իր կինը մերկ էին եւ չէին ամաչում։ Աստվածաշունչը, սիրելիներ, մեզ սովորեցնում է, որ դեռ սկզբից Աստված մարդուն տվել է կառավարելու պատասխանատվություն։ Ծննդոցում տեսնում ենք, որ Աստված Ադամին դրեց պարտեզում, մշակելու եւ պահելու համար։ Այս սկզբունքը շարունակվում է ամբողջ Աստվածաշնչում։ Մարդը կոչված է լինել տնտես, կառավարելով Աստծուց մեզ վստահվածը։ Ուրեմն ընտանիքը Աստծուց տրված տնտեսություն է, որտեղ մարդուց պահանջում է, որպեսզի նա պատասխանատվությամբ, ճիշտ առաջնահերթությամբ եւ շնորհակալ սրտով կառավարի Աստծուց տված տնտեսությունը։ Ուրեմն առաջի կետի մեջ քարոզի խոսելու ենք հետևյալի մասին,
պատասխանատվություն Աստծո տված հանձնարարականի հանդեպ։ Մենք որպես ամուսիններ, կանայք, զավակներ, ծնողներ ունենք պարտավորություն Աստծո առջև։ Առաջի բանը հետևյալը 15-րդ համար. Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն եւ դրեց Եդեմի պարտեզում, որպեսի նա այն մշակի ու պահի։ Ուրեմն Աստված է Տերը, իսկ մենք տնտեսներն ենք։ Սաղմոս 24-րդ գլուխ առաջի համարում ասում է. Տիրոջն է երկիրը եւ նրա լիությունը, աշխարհը ու նրա բնակիչները։ Սիրելիներ, ոչ մի բան մեզ չի պատկանում։ Մեր սեփականությունը չէ ոչ մի բան։ Ոչ աշխարհը, ոչ երկիրը, ոչ մեր ընտանիքները, զավակները, աշխատանքը, ֆինանսները, շնորհները, տաղանդները, այլ ամեն բան Տիրոջից է եւ պատկանում է նրան, եւ մինչեւ անգամ մեր կյանքը, մեր սեփականությունը չէ, որ ինչպես որ ցանկանանք, այդպես էլ վարվենք մեր կյանքի հետ, մեր ընտանիքների հետ, կամ ինչպես որ ցանկանանք, այնպես էլ դասիրակենք մեր զավակներին, ինչպես որ ցանկանանք, չենք կարող մենք վարվել մեր ունեցած շնորհների ու տաղանդների մեջ, որովհետև բոլոր այդ ամենը Տիրոջինն է եւ պիտի ծառայի Աստծո փառքի համար եւ նաեւ հանրության օգուտի համար։ Ուրեմն մեր ունեցածի Տերը մենք չենք, այլ Աստված։ Եվ մենք պատասխանատու ենք դրանց համար։ Ուստի ինչ է պահանջվում մեզնից։ Ա Կորինթացիս 4-րդ գլուխ 2-րդ համարում ասում է. Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի։ Մեզնից պահանջվում է հավատարմություն։ Հավատարմություն ոչ թե մեր մտածածի հանդեպ, կամ մեր կողմից դրված օրենքների հանդեպ, այլ հավատարմություն Աստծո խոսքին, հավատարմություն Աստծո դրած կարգին եւ կանոնին, հնազանդություն Աստծո կամքին։ Եթե Աստված է Տերը, ապա մենք պետք է հարցնենք. Տեր, ինչպես ես ուզում, որ օգտագործեմ եւ կառավարեմ քո տվածը։ Ինչպես ես ուզում։ Ինչպես պիտի գործադրեմ այն։ Ինչ անեմ ես։ Ինչպես գործադրեմ։ Աստված մեզ վստահել է, սիրելիներ։ Մեր ունեցած կյանքը, ժամանակը, ընտանիքը, կողակից, զավակներ, ծնողներ, քուր, եղբայրներ, ինչպես նաև շնորհներ, տաղանդներ, նյութական բարիքներ մեզ տրված են Աստծո կողմից, որպեսզի մենք մշակենք եւ պահենք այն։ Այս համարում մշակել եւ պահել բառերը շատ խորը իմաստ ունեն։ Դրանք ցույց են տալիս մարդու կոչումը, մարդու պատասխանատվությունը եւ Աստծո հետ համագործակցությունը։ Մենք ինքնագլուխ չենք, որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալ մարդիկ, որ ինչպես որ ցանկանանք վարվենք, ինչ որ ուզենք, անենք Աստծուց տրված տնտեսության հանդեպ։ Մշակել նշանակում է ծառայել, աշխատել, գործել, աճեցնել, շատացնել, զարգացնել, ավելացնել, խնամք տանել։ Տեսեք, թե ինչ տեսակ վերաբերմունք պիտի ունենանք Աստծո տվածի հանդեպ։ Սա ցույց է տալիս, որ մարդը ստեղծված չէր անգործության համար։ Աստված մարդուն ասաց. երեսիդ քրտինքով ուտես հացդ։ Սա կարգ է եւ կանոն։ Երեսիդ քրտինքով ուտես հացդ։ Եվ այն մարդիկ, ովքեր որ չեն ցանկանում իրենց քրտինքի միջոցով, իրենց աշխատանքի ջանքի միջոցով հաց վաստակել, ապա դիմում են մի շարք քայլերի, որը որ դուրս է Աստծո կողմից դրված օրենքին։ Նրանք, ովքեր որ չեն ուզում աշխատել, բայց ուզում են լավ ապրել, ուրեմն պիտի գողություն անեն, հափշտակություն անեն, անօրենություն անեն, վախեցնեն, թալանեն, գողանան, որպեսզի կարողանան
լավ ապրեն, բայց տեսնում ենք, որ Աստվածաշունչը կարգ է դնում, ուզում ես հաց ուտել, պիտի աշխատես, և այն երեսիդ քրտինքով վաստակես, և սա նաև օրհնություն է յուրաքանչյուրիս համար, որ կարողանանք մենք աշխատենք և մեր վաստակածը մեր ընտանիքով կարողանանք ճաշակենք։ Հաջորդ բանը սա պահել բառն է։ Պահել նշանակում է հսկել, պաշտպանել, զգուշորեն հոգ տանել դրա հանդեպ։ Ադամը և Եվան ոչ միայն պետք է աշխատեին պարտեզում, այլ նաև պահպանեին այն։ Մշակել և պահել բառերը միասին ցույց են տալիս հավասարակշռություն, ոչ միայն ստեղծելու և զարգացնելու, այլ նաև պահպանելու և ճիշտ կառավարելու այն։ Ինչ օգուտ, եթե մենք կաշխատենք, կստեղծենք, սակայն նրա պահպանության գործում անտարբեր կգտնվենք։ Ինչ օգուտ, որ զավակներ կունենանք, բայց նրանց պահպանության գործում անտարբեր կլինենք, նրանց դաստիարակության գործում անտարբեր կգտնվենք։ Ուրեմն տեսնում ենք, որ այս երկուսը շատ կարևոր են և կապված են իրար։ Ուրեմն մենք ինչ պիտի անենք։ Սիրելի եղբայր և քույր, աղոթքով բացահայտիր, թե ինչ շնորհներ ու կարողություններ է Աստված քեզ տվել, որը կարողանաս այն ծառայեցնել Աստծո փառքի համար և այն գործածես նաև քո ընտանիքի, քո և հասարակության բարիքի համար։ Մենք պիտի իմանանք, որ քո անտարբերության, վախի ու ծուլության պատճառով ուրեմն կարող ենք թաղել մեր տաղանդները, եթե այն մենք չենք գործածում։ Մենք պետք է հիշենք, որ Աստծո տված շնորհը պատասխանատվություն է և ոչ թե միայն պարգև։ Պիտի հիշենք հետևյալը, որ չօգտագործված շնորհը ոչ միայն կորուստ է, այլ նաև անպատասխանատվություն անձիդ, ընտանիքիդ ու հայրենիքիդ հանդեպ։ Որ այն շնորհը, որ Աստված տվել է, եթե դու դնում ես մի կողմ և այն չես գործադրում, դա անպատասխանատու քայլ է Աստծո հանդեպ, ընտանիքիդ հանդեպ, հայրենիքիդ հանդեպ և նաև քո անձի հանդեպ։ Մենք մեր կյանքի, ընտանիքի, ֆինանսների և շնորհների տերը չենք, այլ տնտեսները և դրանց կառավարիչներն ենք, որ ինչպես ճիշտ պիտի կառավարենք այդ ամենը։ Եվ սիրելիներ, տնտեսը ունի Աստծո կողմից դրված հստակ սահմաններ։ Ծննդոց 2:16 և 17 համարներում ասում է. Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր, բայց բարու և չարի գիտության ծառից մի կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ Աստված մարդուն տալիս է լիակատար իրավունք վայելելու և կառավարելու Եդեմի պարտեզը, բայց միաժամանակ մեկ հստակ սահման է դնում՝ չուտել բարու և չարու գիտության ծառից։ Աստված նաև մեզ է տնտեսություն տվել, ընտանիք տվել, գործ, աշխատանք, ծառայություն, բայց նաև կան սահմաններ։ Որտեղ երբ որ մենք անցնենք մեր առջև դրված սահմանը, ապա կարող ենք քանդել տվյալ աշխատանքը, վնասել տվյալ ծառայությունը և վնաս հասցնել նաև մեր ընտանիքին։ Ուրեմն պահիր Աստծո դրած սահմանները, լինի դա բարոյականության սահման, լինի դա խոսքի սահման, լինի դա հարաբերությունների կամ ֆինանսների սահման։ Ուրեմն պահիր այդ սահմանները, որ Աստված դրել է։ Հիշիր, որ Աստծո չի կարելիները ոչ թե սահմանափակելու համար են, այլ մեզ պաշտպանելու համար են։ Եվ այդ սահմանները ցույց են տալի մեղքի ու արդարության, սրբության ու պղծության, ստի և ճշմարտության, մահվան և կյանքի սահմանները։ Եթե մենք տնտեսներ ենք, ապա ինչպես, սիրելիներ, ապա ինչպես պետք է կառավարենք այն ամենը, ինչը Աստված մեզ է վստահել։ Այս երկրորդ բաժնում խոսելու ենք տնտեսվարության մեջ միասնության և ճիշտ առաջնահերթություններ դնելու մասին։
Ուրեմն մեր կյանքում, ընտանիքում, որպես տնտեսներ, ինչ կարևոր առաջնահերթություններ կան, ինչ կարևոր բաներ, որ մեր կյանքում պիտի լինի իր ճիշտ տեղում։ Ծննդոց 2:18-25 ասում է. «Եվ Տեր Աստված ասեց. լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրան մի օգնական շինեմ իրեն հարմար»։ Եվ տեսնում ենք, որ այս տնտեսվարության մեջ մարդը միայնակ չէ, այլ գործելու է իր կողակցի հետ միասին, միաբանությամբ, մեկ մտքի լինելով, մեկ գաղափարի, մեկ ուղղությամբ ընթանալու համար։ Կարևոր է առաջնահերթությունների մասով ունենալ ճիշտ պատկերացում։ Այն պատկերացումը, որ գալիս է մեր Սուրբ գրքից, որովհետև այսօր աշխարհի մեջ շատ ու շատ մարդիկ շատ տարբեր առաջնահերթություններ են դնում իրենց առջև։ Ոմանց համար ֆինանսն է առաջնահերթություն, աշխատանքը, իրենց հաճույքները, ոմանց համար առաջնահերթություն է հարբեցողությունը, խաղամոլությունը, առաջնահերթություն է ընկերները, բայց ո՞րն է կարևոր առաջնահերթությունը, որ Սուրբ Գիրքն է մեզ սովորեցնում։ Ուրեմն Աստված մեր կյանքում պիտի լինի առաջի տեղում։ Բոլորը, սիրելիներ, համաձայն են այս գաղափարի հետ, որպեսզի Աստված իրենց կյանքում լինի առաջին տեղում, բոլորը համաձայն են սրա հետ, սակայն երբ գալիս է ապացուցելու ժամանակը, ապա տեսնում ենք, որ իրականությունը լրիվ այլ է։ Շատերի հետ երբ որ խոսեք հետևյալի մասին, որ Աստված պիտի լինի առաջի տեղում, բոլորը համաձայն են, բոլորը ընդունում են այս գաղափարը, բայց երբ որ հերթը գալիս է, որ այն կիրառելի դառնա կյանքում, ապա տեսնում ենք, որ իր կատարած հայտարարությունն ու քայլը չի համապատասխանում իրար։ Մատթեոս ավետարան 6:21 համարում ասում է. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Ինչ արժեքային համակարգ որ ունես, ինչ առաջնահերթություն, որ դու դրել ես քեզ համար, այնտեղ էլ քո սիրտն է։ Եթե քեզ համար Աստված է առաջին տեղում, ապա քո սիրտդ այդտեղ պիտի լինի։ Եթե այլ բան, ապա քո սիրտդ տվյալ վայրում պիտի լինի։ Սաղմոս 27:4 համար. մի բան եմ խնդրում Տիրոջից եւ շատ պիտի փափագեի, ասում է Սաղմոսերգուն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ եւ նրա տաճարի մեջ խորհրդացեմ։ Սաղմոսերգուն ասում է, մի բան եմ խնդրում Տիրոջից եւ այն շատ կփափագեի։ Սիրելի եկեղեցի եւ բոլոր նրանք, ովքեր որ մեզ առցանց հետևում են, իսկ ինչ եք փնտրում դուք։ Ինչ եք խնդրում դուք։ Ինչ եք փափագում դուք ձեր կյանքի մեջ։ Սաղմոս Սերգուն ասում է, ես մեկ բան կխնդրեի եւ մեկ բան կփափագեի։ Եթե քո կյանքում լիներ մեկ բան, որ շատ կցանկանայիր, եթե քո կյանքում լիներ մեկ բան, որ շատ կփափագեիր, ապա որը կլիներ դա։ Որ բանը կլիներ քեզ համար առաջնահերթ եւ շատ կարեւոր։ Եվ Սաղմոսերգուն ասում է, մեկ բան կխնդրեի եւ կփափագեի, եւ նրա խնդրանքը եւ փափագը հետեւյալն է, որ Տիրոջը տանը բնակվեմ։ Եվ նրա տաճարին, պատերին զննելով, մտիկ տալով, քայլե եւ ապրե այդ տան մեջ, Աստծո ներկայության մեջ։ Եթե Աստված իսկապես մեր կյանքում առաջին տեղում է, ապա դա պիտի երևա մեր կյանքից եւ մեր գործողություններից։ Եթե քո սիրտը Տիրոջ հետ է, ապա դու կփնտրես նրան, դու կփափագես ու կձգտես դեպի Տիրոջ տունը, նրա եկեղեցին։ Երբ քո սիրտը Տիրոջ հետ է, ապա անհնարին է, որ դու չվազես աղոթելու եւ Սուրբ Գիրքը կարդալու համար։ Եթե քո սիրտը Տիրոջ հետ է, ապա դու կձգտես ունենալ հոգևոր ընկերներ,
Երբ քո սիրտը Աստծո հետ է, ապա անպայման մարդկանց կպատմես Տեր Հիսուս Քրիստոսի մասին, որովհետև չես ուզենա, որ որևէ մեկը կորսվի, այլ կուզենաս, որ հավիտենական կյանք ունենա։ Իսկ բոլոր մյուս բաները պարզապես խոսքեր են, որտեղ որ ասում ենք հետևյալը. ժամանակ չունեմ, զբաղված եմ, հոգնած եմ, դրանք բոլորը պատճառներ են խուսափելու համար։ Մատթեոս 6:33 համար դու գնախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք։ Իսկ ինչ ենք փնտրում մենք։ Այսօր ամբողջ աշխարհը փնտրում է, թե ինչ պիտի ուտի, ինչ պիտի խմի, ինչ պիտի հագնի, ինչպես պիտի բավարարի իր զգացմունքներն ու ցանկությունները։ Իսկ այն մարդը, որ ամբողջությամբ փափագում է Տիրոջը եւ Աստված հանդիսանում է իր կյանքում որպես գլխավոր տեղում, առաջին տեղում, ապա նա Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը կփնտրի։ Հաջորդը խոսելու ենք ընտանիքի զավակների մասին։ Ամուսինն ու կինը կոչված են միասին կառուցելու իրենց տունը, որպես մեկ թիմ։ Զավակները նույնպես Աստծո կողմից վստահված պարգև եւ պատասխանատվություն են։ Սաղմոս 127 երրորդ համարում ասում է. ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են եւ որովայնի պտուղը նրա վարձքը, նրա կողմից տրված շնորհք է եւ վարձք։ Ծնողների կոչումը միայն զավակներին ապահովելը չէ, այլ նաև նրանց իմաստությամբ դաստիարակելը, օրինակ լինելը եւ Աստծո ճանապարհը ցույց տալը։ Երկրորդ օրինացում գրված է. այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն, դրանք կրկնիր, սովորեցրու քո որդիներին, խոսիր դրանք միասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս եւ վեր կենալիս։ 6-րդ համարն ասում է, այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինի։ Եթե այդ խոսքերը քո սրտում չեն, ապա դու ինչպես պիտի կարողանաս դաստիարակել քո զավակներին Աստծո խոսքով։ Եթե Աստված քեզ համար առաջին տեղում չէ, ապա ինչպես քո զավակներին պիտի ցույց տաս քո օրինակով, որ Աստված լինի իրենց կյանքի առաջին տեղում։ Եթե ընտանիքում կա սեր ու փափագ դեպի Աստծո խոսքը, ապա նույնիսկ փոքր տունը կարող է դառնալ խաղաղության եւ օրհնության վայր։ Ֆինանսները, սիրելիներ, որպես տնտեսվարության մեջ կարևոր օղակ, պիտի կարողանանք իմաստությամբ կառավարենք։ Աստված ստեղծեց ամուսնությունը ոչ թե մրցակցության, այլ համագործակցության համար։ Այլևս չկա իմը, այլ կա մերը։ Եթե ընտանիքում չկա թիմային աշխատանք, ապա նույնիսկ մեծ եկամուտը կարող է դառնալ մեծ խնդիր, բայց երբ կա միություն, նույնիսկ փոքր միջոցները կարող են դառնալ օրհնություն այդ ընտանիքի համար։ Առակաց 6:6-11 համարներ. Մրջունի մոտ գնա ով ծույլ, նրա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր, նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի, բայց իր հացը պատրաստում է ամռանը, իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում, մինչև երբ ես պարկելու ով ծույլ, քնիցդ երբ ես զարթնելու, մի քիչ քնես, մի քիչ մրափես, մի քիչ էլ ձեռքի դրած պարկես, այն ժամանակ քո աղքատությունը ավազակի պես կգա եւ քո կարիքը զինված մարդու պես։ Ուրեմն տեսնում ենք հետեւյալը, որ Աստված բանականություն ու տրամաբանություն ունեցող ծույլ մարդուն ուղարկում է բնազդով շարժվող կենդանու մոտ, որպեսզի նրանից սովորի միաբանությամբ եւ իմաստությամբ աշխատելը։ Առակաց 21:20 համար իմաստունի բնակարանում ցանկալի գանձ եւ յուղ կգտնվի, բայց անմիտը կուլ կտա այն։
անմիտը վատնում է, յուղն էլ գանձն էլ, ինչ որ իր տան մեջ կա, ոչ թե խնայում է, այլ վատնում է բոլորը եւ ընկնում է պարտքի տակ։ Մեկը ասել է. մի խնայիր այն, ինչ մնում է ծախսելուց հետո, այլ ծախսիր այն, ինչ մնում է խնայելուց հետո։ Մեկ ուրիշն ասել է. վաստակիր որքան կարող ես, խնայիր որքան կարող ես, տուր որքան կարող ես։ Ուրեմն իմաստուն տնտեսվարությունը սկսում է ոչ թե մեծ եկամուտից, այլ ճիշտ սրտից եւ ճիշտ առաջնահերթություններից։ Վերջի երրորդ բաժինը սա գոհության, շնորհակալության բաժինն է։ Ինչ է նշանակում գոհություն եւ շնորհակալություն։ Գոհությունը մարդու ներքին վիճակն է, երբ նա բավարարված եւ խաղաղ է այն ամենով, ինչ որ ունի։ Գոհ մարդը չի ապրում դժգոհությամբ, նախանձով կամ բողոքով, այլ սովորում է գնահատել Աստծո տվածը։ Պողոս առաքյալն ասում է. ես Տիրոջով մեծապես ուրախացա, որ դուք էլ արդեն խորհեցիք իմ մասին հոգալ, ինչպես որ հոգում էիք, բայց հարմար առիթ չէիք գտնում։ Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ։ Սովորել եմ բավարարվել։ Տեսնում ենք, որ բավարարվածության զգացողությունը գալիս է շնորհակալ դիրքից։ Գոհությունը նշանակում է ընդունել Աստծո կամքը, գնահատել ունեցածը, չապրել մշտական դժգոհությամբ եւ վստահել, որ Աստված հոգ է տանում իր համար եւ իր ընտանիքի համար։ Եվ շնորհակալությունը գոհ սրտի արտահայտությունն է։ Եթե գոհությունը ներսում է, ապա շնորհակալությունը դուրս եկած խոսքն ու վերաբերմունքն է մարդկանց հանդեպ, Աստծո հանդեպ։ Շնորհակալ մարդը ոչ միայն զգում է, այլ նաև մարդկանց եւ Աստծուն հայտնում է իր երախտագիտությունը։ Ուրեմն գոհությունը սրտի բավարարված վիճակ է, իսկ շնորհակալությունը այդ սրտի արտահայտությունն է ուղղված դեպի Աստված։ Ղուկաս 21:1-4 համարներում Տեր Հիսուս տեսնում է մի աղքատ այրիկ կնոջ, որը տաճարի գանձանակի մեջ գցեց 2 լումա։ Մարդկանց աչքին դա շատ փոքր նվեր էր, բայց Տեր Հիսուս ասաց, որ նա բոլորից ավելին տվեց, որովհետև բոլոր մյուսները տալիս էին իրենց ունեցածի ավելցուկից, իսկ այս կինը իր ողջ ապրուստը, ասում է, տվեց։ Եվ այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ Աստծո համար կարևոր է, թե մենք ինչպիսի սրտով ենք տալիս նրան։ Նոր կտակարանում տալը դառնում է շնորհակալության արտահայտություն, Աստծուն մեծարելու ձև, հավատքի հայտարարություն եւ սիրո գործնական ապացույց։ Երբ ընտանիքը Աստծո առջև ունի շնորհակալական դիրք, ապա նա կունենա ներքին բավարարվածություն եւ կլինի նաեւ առատաձեռն։ Սիրելիներ, ամփոփելով, ընտանիքը պարզապես սոցիալական միավորում չէ, այն Աստծուց վստահված տնտեսություն է։ Աստված մարդուն սկզբից տվեց պատասխանատվություն մշակելու եւ պահելու։ Այսօր էլ ամուսինն ու կինը կոչված են միասին որպես մեկ թիմ հավատարմությամբ, պատասխանատվությամբ, մշակելու եւ պահելու իրենց ընտանիքը, ժամանակը, հարաբերությունները, նյութական միջոցները եւ Աստծո ստացած բոլոր շնորհներն ու տաղանդները։ Եվ այս ամենը ամենայն շնորհակալությամբ ու գոհությամբ։ Աստված թող օրհնի յուրաքանչյուրիս, որպեսզի մենք հավատարիմ մնանք Աստծուց մեզ վստահված տնտեսության մեջ։ Ամեն։